35 տարի այս թաղումն եմ ապրել։ Բայց մի անգամ եմ մենակ դեր որ մաքրում են, բայց այն էլ մաքրել չի ելել։ Սովորական Ստալինը մտելա, գնացելա, ինչ մաքրել։ Ընտիր մաքրած, այն հարց չկա ստեղ։ Սրանից դեննել առավել բան չկա։ Վանաձորի Տանձուտ գետի հունը վերջին անգամ մաքրվել էր մոտ 30 տարի առաջ։ Տասնամյակներով կուտակված աղբից գետն այսօր վերջապես ազատվում է։ Ջրային կոմիտեի պատվերով եւ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի նախաձեռնությամբ Մելիորացիա ընկերությունը մարզի 4 գետի խնդրահարույց հատվածներում իրականացնում է հրատապ մաքրման աշխատանքներ։ 2024 թվականի ջրհեղեղից հետո նշեմ, որ բավականին գետերում ունենք բերվածներ, ունենք գետերում ծառերի մնացորդներ, որոնք ջրի ելքը խոչընդոտում էին ու կուտակումներ տեղ ունենում աղբի։ Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց այն հատվածներում, որտեղ բերվածներն ավելի մեծ են եւ հետագա վարումների ժամանակ վնասը ավելի մեծ կլիներ, այդ հատվածները մաքրում իրականացնել։ Աշխատակիցների կողմից ուսումնասիրվեց մարզում առավել կարևոր այն գետերը, որոնք վարումների ժամանակ կարող են բնակֆոնդին, կոմունիկացիաներին, երկաթգծին, պետական ճանապարհին վնաս հասցնել։ Հրատապ մաքրման աշխատանքներն ընթանում են միաժամանակ մի քանի ուղղությամբ, հատկապես այն վայրերում, որտեղ գետերը մոտ են բնակավայրերին ու ենթակառուցվածքներին։ Աշխատանքների մոտ 60%-ն արդեն կատարված է Տանձուտ գետում, Դեպետի շնող բնակավայրի հատվածում, Ձորագետի Ձորագյուղի հարակից տարածքում, Փամբակ գետի, Վահագնի եւ Դսեղ բնակավայրերի հատվածներում։ Ջրային կոմիտեն ուսումնասիրել է հիմնական Լոռու մարզի գետերի ավելի վթարավտանգ հատվածները եւ համադրել Լոռու մարզպետարանի աշխատակազմի կողմից տրված հատվածները, իրոք դրանք կարիք են ունեցել մաքրելու եւ նկատի ունենալով 24 թվականին մարզում տեղի ունեցած աղետալի հեղեղի հետևանքները, այս ծրագիրը հիմնականում ուղղված է հեղեղի հետևանքները վերացնելու, ինչպես նաև 26 թվականին տեղացած առածյան ժամանակ հալոցքներից զերծ մնալու համար։ Եվ այսօր մենք ակնառու արդեն տեսնում ենք արդյունքները, հավաքված, կուտակված հին միջև 30 տարի առաջվա կուտակված աղբի, ինչպես նաև գետի արդեն բնականոն աշխատանքի արդյունքները։ Գետերի հուների մաքրման աշխատանքները մեկնարկել են մարտի սկզբին։ Ակնկալվում է, որ վերջնարդյունքում մաքրված բոլոր հատվածներում ջրի բնականոն հոսքը կվերականգնվի։ Ամենակարևորը, որ մենք կարող ենք արձանագրել, որ բնակիչների կողմից կա գոհունակություն եւ դա մեզ համար ամենաառաջնայինն է։ Ես ցանկանայի արդյոք օգտվել եւ մեր բնակիչներին խնդրել, որպեսզի իրենց վերաբերմունքը փոխեն ջրային ռեսուրսի, ջրային համակարգերի նկատմամբ եւ այսուհետ աղբը չտեսնեն գետային ցանցեր եւ քանի որ մեր հասարակության մի զանգվածի մոտ կա մի կարծրատիպ թե կեղտը գետը քշի կտանի, բայց դա այդպես չէ, որովհետև գալիս է մի պահ եւ գետը կուտակվում է եւ ստեղծվում է նման խնդիր։ Գետերի հուների մաքրման աշխատանքներ ջրային կոմիտեն պատրաստ է իրականացնել նաեւ հանրապետության մյուս մարզերում տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։